بنابراین خاصیت من رو بابت شهادت مقام معظم رهبری فرماندهان تمام افرادی که شرکت هستند بپذیرید آرزوی استقامت دارم. Հոգևոր առաջնորդի զբաղմունքին պատերազմից առաջին օրը ծնվեց Իրանը եւ ոչ միայն میشه گفتش که در واقع شهادت و قتل رسوندن رهبر معظم رهبری در همون روزهای ابتدایی جنگ نه فقط ایران بلکه کل منطقه دنیا رو در واقع در شوق قرار داد. միջազգային մամուլը տարբեր վարկածներ է շրջանառում, նշում է, որ մեծ դավաճանություն է եղել մինչև Միացյալ Նահանգների հետազոտության մասին. سناریوهای مختلفی توسط جوامع بین‌المللی مطرح میشه از توطئه و خیانت داخلی گرفته تا صمیمیت در واقع آمریکا. Իրանը ինչ վարկածներ է քննում եւ հավատալու. ایران چه سناریوها رو مد نظر داره و کدوم رو مهم‌تر می‌دونه؟ ببینید ما صادقانه وارد یک پروسه مذاکراتی شدیم واقعا با این نیت که یک نتیجه مطلوب برای هر دو طرف مطلوب باشه Տեսեք, մենք ազնիվ կերպով մտանք մի բանակցությունների գործընթացի մեջ, այն բարի կամքով եւ այն ցանկությամբ, որպեսզի այդ բանակցությունների արդյունքում հասնենք երկու կողմերի համար ցանկալի արդյունքների։ طرف مقابل نشون داد که واقعا به ساده ترین اصول بدیهی اخلاق انسانی حتی پایبند نیست. Մեր սակայն բանակցող մյուս կողմը, մեր դիմացի կողմը, այսպես ասած, ապացուցեց, որ նա չի կարող հավատարիմ մնալ մարդկային եւ բարոյականության ամենասկզբնական եւ ամենապրիմիտիվ սկզբունքներին։ مثل این میمونه که ما شما رو دعوت کردیم امروز برای این کنفرانس مطبوعاتی با هم گفتگو بکنیم الان چند تا مسلسل در بیاریم همه شما رو به رگبار ببندیم. Նման է այն բանի, որ մենք այսօր ձեզ հրավիրենք այստեղ մամուլի ասուլիսի եւ այս մամուլի ասուլիսի ընթացքում ձեզ թիրախավորենք եւ ձեր նկատմամբ բռնություն կիրառենք։ حتی در آخرین نشست در ژنو یه سری پیشنهادهای خیلی عملگرایانه جزئی دیتیل در واقع مورد بحث و تبادل نظر قرار گرفت قرار شد که با پایتخت‌های دو طرف در میون گذاشته بشه و فیدبکش برگرده به مذاکرات بعدی. Վերջին քննարկման ժամանակ, վերջին բանակցությունների վերջին փուլում, որը տեղի ունեցավ Ժնևում, շատ օպերատիվ եւ շատ մանրամասն առաջարկներ մեր կողմից փոխանցվեցին ամերիկյան կողմին եւ պայմանավորվեցինք, որ նրանք կուսումնասիրեն դրանք եւ արդեն պատասխաններով ի պատասխան արդեն մենք կստանանք նրանց արձագանքը։ Եվ նորից կարող ենք ասել, որ բանակցությունների սեղանը ռմբակոծեցին։ رهبر معظم ما رو بعضی از دشمنان و بعضی از افراد مبرز میگفتن که ایشون در پایگاه‌های مخصوص آنچنانی پنهان شده و خلاصه ایشون مثل بقیه مردم در معرض آسیب نیست و خودش رو در معرض آسیب قرار نمیده. Եվ մեր թշնամիները մշտապես հայտարարում էին այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդը թաքնված է բունկերներում եւ որևէ վտանգ նրա կյանքին չի սպառնում եւ նա սովորական քաղաքացիների նման չի կարող տուժել այս գործողությունների արդյունքում։ واقعا شرم بر اونها باد که رهبر ما در محل کار متعارف خودش در حال انجام وظیفه متعارف خودش کارشو داشت میکرد و میگفت که من اگر تهدیدی باشه و مردم ما در معرض تهدید باشن من مستثنا نیستم. Եվ ամոթ նրանց, քանի որ ի հեճուկս այն հայտարարությունների, որոնք որ նրանք անում էին, մեր հոգևոր առաջնորդը գտնվում էր իր առօրյա աշխատանքի վայրում, զբաղված էր իր առօրյա գործերով եւ նա վստահացած էր, որ եթե որևէ վտանգ սպառնում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին, ապա նա բացառություն չէ։ این واقعا دستاورد نیست یا هنر نیست در حالی که داری با یک کشوری در واقع مذاکره میکنی با سلاح‌های یا هواپیماهای فوق پیشرفته‌ای که داری بری و سران اون کشور رو بمباران بکنی این واقعا دستاورد یا هنری نیست. Ես չեմ կարծում, որ սա որևէ արվեստ է կամ ձեռքբերում է, երբ որ այն պետության, ում հետ որ դու բանակցություններ ես վարում, եւ այդ պետության դեմ դու կիրառում ես ամենաառաջատար հրթիռները եւ ինքնաթիռները եւ սպանության ես ենթարկում այդ պետության ղեկավարներին։
توقع هم داشتن که این شوکی که شما گفتید وارد شد طوری بشه که کمر ایران بشکنه و ایران دیگه نتونه هرگز مقابله بکنه یا هرگز روی پای خودش بایسته. Եվ նրանց ակնկալիքն էլ այն էր, որ հենց ձերից նշած շոկի արդյունքում Իրանը կորցնի իր ինքնակառավարման ունակությունը եւ չկարողանա դիմադրել եւ չկարողանա որևէ քայլ ձեռնարկել այս ագրեսիայի դեմ։ و مطمئن باشید که با فقدان ایشون حتی اراده مردم ما به اون آرمانی که داشتن مصمم‌تر میشه. Եվ վստահ եղեք, որ նույնիսկ հեճուկս այս գործողությունների ես կարող եմ ասել, որ այս գործողությունների հետևանքով մեր ժողովրդի ազգային ձգտումները ել ավելի ամրապնդվեցին։ بنابراین سناریوهای یا نمیدونم پیچیدگی‌های خیلی عجیب و غریب نبود در مورد اینکه ایشون کجاست و چیکار میکنه. ایشون در دفتر کار خودش بود. همه مردم ایران میدونستن که محدوده کاری دفتر ایشون کجاست. Ուստի պետք չէ փնտրել որևէ բարդ սցենարներ այն մասին, թե ինչպես են իմացել որտեղ է գտնվում Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդը, նա գտնվում էր իր աշխատանքի վայրում, որի հասցեն, եւ որի տեղակայման վայրը Իրանի բոլոր քաղաքացիները գիտեին։ خیلی متشکرم. دوستان به من خبر دادن که دقایق قبل هم ساختمان مرکزی اورژانس در تهران مورد تهاجم این رژیم‌های جنایتکار قرار گرفته که باز واقعا تعجبی نداره. Շնորհակալություն եւ նաեւ ցանկանում եմ տեղեկացնել, որ հենց այս պահին ինձ տեղեկացրեցին, որ մի քանի րոպե առաջ հարձակման է ենթարկվել Թեհրանում շտապօգնության գլխավոր կայանը եւ սա եւս ընդհանրապես մեզ չի զարմացնում հաշվի առնելով թե ում հետ գործ ունենք։